Բարև ընկերաշուտ։ Բարև ընկերաշուտ։ Ինչ կա։ Ինչ ես եկել։ Վատ լուր ունեմ ասելու ընկերաշուտ։ Չէ, հա։ Այդ դու երբ էլ լավ լուր ասել, որ համ էլ վատ լուր ունես ասելու։ Հա։ Ընկերաշուտ։ Աբուն անհետացել է։ Աբա։ Աբա։ Չհասկացա։ Ինչ ես խոսում, ես երեք առավոտ եմ իր այդ խոսացել։ Ընկերաշուտ, երեք երեկոյան Աբուն դուրս է եկել ու չի եկել։ Ինձ թվում է Լևոնը քո կարիքը ունի ընկերաշուտ։ Մի րոպե, մանվել ես չհասկացա, ոնց Աբուն անհետացել է։ Հա, ընկերաշուտ։ Աբուն երեկվանից չկա։ Я вижу, ты неплохо устроилась в доме Альберта. Что? Что слышала? Ты вообще о чем? Ты себя уже здесь хозяйкой чувствуешь, да? Осталось только пригласить подружек и устроить грандиозное парти. Я не понимаю, что ты говоришь. Возьми себя в руки. И кто это говорит? Слушай, ты влезла в мой дом. Непонятно, кого сюда притащила. Мой муж пропал, а я об этом узнаю от других. Мам. Ну что, дорогая, я вызываю полицию или ты сама отсюда уберешься? Լավ, այնուհանդերձ չեմ հասկանում։ Դուք հարսանիք եք հրավիրում մի մարդու, ով ձեր համար, ձեր իսկ խոսքերով և եղբայր է և հայր։ Այդ մարդը գալիս է, շնորհավորում է ձեզ, դուրս է գալիս, ասում է կգամ, չի գալիս, ու դուք մի հատ չեք էլ զանգում։ Ես նորից եմ կրկնում, Աբոն աղմկոտ տեղերից խուսափում է, հասկանում եք դա։ Մի րոպե։ Ալո։ Հասամանուկ եմ։ Մեքենան գտել ենք։ Գտել եք։ Ինչ է եղել։ Ոչինչ։ Իսկ Ալբերտը։ Մամ ջան, ինչ-որ բան ա եղել։ Լևոն, գնա ներս, ես Օլային կճանապարհեմ։ Չէ, մամ ջան, Օլյան շատ կնեղանա, որ ես յան չճանապարհեմ, չէ։ Не поняла. Շատ լավ էլ հասկանում ես։ Альберта нету, и сейчас не время спорить, Оля. Մամ, հայրեն խոսա, շատ լավ է հասկանում հայրեն։ Տաքսի կանչեմ, թե մի քիչ քայլենք իրար հետ, հարի։ Слушай, ты сопляк. Ты влез в мой дом и уже чувствуешь себя здесь хозяином? Ես տեղ ինձ տանտեր չեմ զգում, ես իմ տունը ունեմ, ու այս տունն էլ իրա տերը ունի, ու այդ մարդու անունը Ալբերտ է, եթե չես մոռացել։ Я не забыла. По-моему, это вы забыли. Еще и дня не прошло, как Альберт пропал, а я уже вижу, что здесь происходит. Չէ, ես ինձ էլ հաստատ չեմ զգում։ Լևոն, բալես, խնդրում եմ հանգստացի։ Լևոն ջան, ինքը հատուկ է անում, որ քեզ հունից անին։ Մամ ջան, կլինի ճանապարհեմ Օլյային։ Լևոն, հանգստացի, խնդրում եմ։ Оля, чего ты добиваешься? Чего я добиваюсь? Ничего. Я возвращаюсь к себе домой, а тут уже непрошенные гости с их гостями. Я повторяю, сейчас не время спорить. Значит так, я вам даю 2 часа, чтобы вы очистили помещение вместе с вашей гостьей. Пошли отсюда, Юля. Ես չեմ գալ։ Идешь, еще как идешь. Ես չեմ գալ, մնում եմ, պապան կգա նոր։ Папан ворга кгас. Хотя папа навряд ли вернется, Юля. Оля,
Լևոն, ես ուզում եմ քո հետ մնամ։ Слушай, ты что, хочешь, чтобы я тебя за волосы тащила отсюда? Я тебе сказала, пошли. Тебе не надо оставаться с этими людьми. Тем более, что они тебя ничему хорошему и не научат. Идем. Լևոն հանգստացի, Լևոն խնդրում եմ։ Հանգստացի, բալես։ Հանգստացի։ Գտելիք աբոն որտեղ է ոնց է ինքը։ Անկեմ։ Տարածքը լավ զննեք, ինձ տեղյակ տվեք։ Լավ։ Վերադառնանք մեր խոսակցությանը։ Դուք ինձ ասացիք ոնց է աբոն, որտեղ է գտել եք։ Ոչ։ Եթե գտած լինենք, մեր խոսակցությունը անիմաստ կլիներ։ Բայց ես լսեցի ինչ էի խոսում նոր։ Դուք Ահա։ սխալ լսեցիք։ Հիմա ասում եք որտեղ է տեղի ունեցել ձեր հարսանյաց խնջույքը, ես տեղ այնք նկատի ունեմ։ Տարածք։ Տարածք։ Լավ այ կարանջ։ Ձեր թվաց ամուսնական ճանապարհորդության եք մեկնել, ինչ է պատահել։ Մենք ոչ մի տեղ էլ չենք մեկնել։ Ինչին էլ։ Անժ Ալբերտն անհետացել։ Ոնց անհետացել է։ Ալբերտը, Լևոնի հայրը։ Հա, Լևոնի հայրը։ Հարսանիքից չկա։ Նկատեցի, որ շուտ գնաց, բայց ինձ թվաց, թե կվերադառնա։ Առավոտյան զանգեցին ու Արմանի ոստիկանություն կանչեցին։ Աստվածի։ Շատ եմ անհանգստանում անժ։ Ահա որ վախենում եմ։ Խեղճ Լևոն։ Առաջին անգամ էի նրան այդքան երջանիկ տեսնում։ Ես էլ։ Լավն էլ, դու մի հուզվիր, քեզ հուզվել չի կարելի քո այդ վիճակում։ Դե արի ու մի հուզվի։ Դե գուցե այդ մարդ ինչ-որ գործեր է ունեցել։ Վայ անժ, Աստված ձայնդ լսի։ Արի, հիմա քո բալիկի մասին մտածենք, լավ։ Համոզված եմ, որ շուտով կգտնվի։ Տա Աստված։ Աշոտը գնաց ու մոռացավ։ Պատկերացնում ես, հիմա մտնենք ներս, աբոն գա, ասի, դուք ով ինչ եք անում իմ տանը։ Չէ, հա, աբոն չի գա, հանգիստ եմ։ Ինչ ես մտածում, ուր կլինի, ինչ եղած կլինի։ Մտքով ես ոչ շիման չի անցնում։ Հաստատ ավտոն խփած կլինի, հիմա անգիտակից հիվանդանոցում կլինի։ Դե էդ իրա պրոբլեմն, արի գնանք ներս, հա։ Պատկերացնում ես, հիմա սենց սակո դեմքով բան լուրջ գնանք, սենց մտնենք ներս։ Լավ, իզուր մի չարչարի, վիկա քեզ չեն սիրում ստե։ Բայց լուրջ, սենց սակո դեմքով ենք, էլի մտնելու, հա։